Խորհրդային տարիներին ցեկայի պլենումներ կար։ Պարտադիր այդ պլենումների ելույթներում մի պարբերություն պարտադիր պետք է դաշնակցության մասին լիներ, որ չլներ շեֆը կջղայնանար, Բրեժնևը, Անդրոպովը, Չեռնենկոն։ Հիմա այստեղ հասկանում եմ, որ բոլոր իշխանական падգամավորները սո պարտադրված են դաշնակցության մասին մի բան ասել։ Մեկը թղթիդվեցած, մեկը SMS ստացած, մեկը դբրոցում լսած, մեկը չգիտեմ, իր պատմության դասատուից լսած։ Բայց այստեղ կարևոր 2-3 հարցերի շուրջ էր, որ մեղադրանքները եւ այդ գաղափարական վեճը կար։ Դաշնակցությունը մեր պետության անկախության դեմ է։ Նախ եկեք մի հատ հակադաշնակցական բոլորը ամբողջ աշխարհում բոլոր տարիների մի հատ կոնսենսուսի գան։ Ի վերջո դաշնակցությունը ում է ծառայել։ Մեկ ասում եք ամերիկացիներին, մեկ ասում եք թուրքերին, մեկ ասում եք ռուսներին, մեկ ասում եք բոլշևիկներին, մեկ ասում եք ֆրանսիացիներին, մեկ ասում եք անգլիացիներին։ 2003 թվին իշխանության մեջ եղած մարդ դիրքա գրե դաշնակցության մասին, իբր անգլիացիների թե ամերիկացիների հետ աշխատե դաշնակցություն։ Մի հատ իմի եկեք, որ իմի գաք, մեկ էլ կանդրադառնաք մի բան։ Դաշնակցությունը 135 տարի աշխատել է մի տիրոջ համար, եւ այդ տիրոջ անունը հայ ժողովուրդ է։ Հիմա անկախության դեմ եւ պետականության դեմ վերջին տարիներին իշխանությունը հաճախ է օգտագործում դաշնակցությունը մեր պետականության դեմ է աշխատում։ Իրականում ոչ թե պետականության դեմ է աշխատում, այլ պարզապես իշխանությունը իրեն եւ պետականությունը նույնացնելով իր դեմ եղած քննադատությունները փորձում է իրենից տեղափոխել պետականությանը։ Այսինքն լավ գաղտնիք էլ չի, ձեր Նիկոլ Փաշինյանն ասել, որ ինքն է պետությունը, կառավարությունը, ամեն ինչը, դրա համար այդ նույնականացման արդյունքում մեր ցանկացած քննադատություն թվում է կամ առնվազն իմիտացիա է կանում, որ սա պետության դեմ է։ Լսեք, քաղաքական մեծամասնություն, դուք եք պետության տերը, որ պետության, որ հանրապետության, դուք եք տերը 3-րդ հանրապետության, թե ինչպես էստեղ ասեցիք, 4-րդ հանրապետության։ 3-րդ հանրապետությունից դուք հրաժարվում եք, դուք ամբողջությամբ փորձում եք ձերբազատվել 3-րդ հանրապետությունից, որովհետև այդ 3-րդ հանրապետությունը լրիվ արժեքային համակարգով է։ Դուք այդ 3-րդ հանրապետությունից Արցախից հրաժարվելով պատասխանատվությունից խուսափելու ձևը գտնում եք 4-րդ հանրապետություն հռչակելու։ Ու պատական չի, որ առաջիկայում է այդ 3-րդ հանրապետությունից հրաժարվելու տակտիկայի մեջ է լինելու սահմանադրության նոր նախագիծը, որտեղ հրաժարվելու է արդեն Հայաստանի անկախության հռչակագրից, Քոչարյան Անդրանիկների մասնակցությամբ, Մելքոնյան Գագիկների մասնակցությամբ, ոնց որ միլիոնավոր մեր բոլորի մասնակցությամբ ընդունված Հայաստանի անկախության հռչակագրից։ Դուք ասում եք պետականություն եւ ինքնիշխանություն, այդ մենք դեմ ենք, դուք կողմ եք, հա, որ ինքնիշխանության, որի գոյության առհավատյան համարում եք Միացյալ Նահանգների 99 տարով ներդրումային ծրագիրը, որ ինքնիշխանության Ամերիկայի ու Ռուսաստանի դրոշները Հայաստանի տարբեր հատվածներում տնկելով այս տարիներին համարելով, որ դրանով պաշտպանված են, դիմում եմ պարոն Հակոբ Հակոբյանին, որ ինքնիշխանությունն եք դուք երազում, պարոն Հակոբ Հակոբյան, մի ինքնիշխանություն, որի ղեկավարը Նախիջևանի փոխարեն սկսի գործածել Նախճեվանը, այդ նույնիսկ մեր ու ձեր ապրած ոչ ինքնիշխան սովետի տարիներին մեկի ուղեղի ծայրով չեր անցնի Նախիջևանը Նախճևան ասել, վաղն էլ աղրեն ստիպելու ասել։ Մահ կամ ազատություն։ Այստեղ ասում եք մահը ժողովրդին, ազատությունը։ Ես կներին Գեր Պետրոսը, լավ Ասպրամ եւ Վարգիշտը ստեղ չեն։ Ես ուզում եմ, գիտեք, մի քանի անգամ այս թեմայով խոսացել ենք, ես ուզում եմ կոնկրետ օրինակով խոսել։ Մահ կամ ազատությունը չի վերաբերվում մեր ժողովրդին։ Մահ կամ ազատությունը վերաբերվում է դաշնակցականներին։ Ասպրամ Կրպեյանի հայրը Թաթուլը Կրպեյան
երբ որ 89-ից գնաց Գետաշեն մահկամ ազատության երթումով, այնտեղ երկչախումբեր ղեկավարում դաս էր տալիս գիշերը մարտական հերթապահություն էր անում, երբ որ սկսվեց Կոլցո օպերացիան, Թաթուլ Կրպեյանը ոչ թե ժողովրդին ասեց ժողովուրդ գնացեք մահվան կամ ազատության, այլ ինքը ուղղակի նռնակով ինքը ընտրեց մահը, որպեսզի ապահովի գետաշենցիների ազատությունը։ Պետրոս Մեղրյանի եղբայր Արցախի հերոս Շահեն Մեղրյանը 92 թվականի Շահումյանի հայաթափումից հետո ոչ թե բոլոր շահումյանցիներին քշեց պարտիզանական կռվի, այլ իր համախոհների հետ թշնամու թիկունքում պարտիզանական կռվով ապահովեց Տոնաշենով Արցախի հետ միավորումը ու հետո նահատակվեց այդտեղ։ Արգիշտի Գևորգյանը, որ այստեղ ձեր գոլեգան է, հիմա ուրախ եմ, որ այստեղ չի թույլ չի տա խոսել։ Եվ քարորյային, եւ 44 օրյային ոչ թե ասեց ախպեր ես ճարտարապետ եմ, ինձ վային կոմատը եթե չի զորակոչե, ես չեմ գնում։ Առաջին իսկ օրից դաշնակցության երիտասարդականի կամավորական Վաշտի որպես հրամանատար մինչև վեր եղավ այնտեղ։ Մահը դաշնակցականներինն է, որի միջոցով ապահովում է ազատությունը։ Իսկ որ այդտեղ ասում եք զենքի վրա երթվել, գիտեք, կան ավանդույթներ, չլինեին մեր ավանդույթները, մենք չենք լինի։ Հիմա նույն տրամաբանության պատկերացնեք բրիտանիական խորհրդարանում թագավորին կոչ անեն, որ սրի կոչում, ասպետի կոչում տալուց թույլ մի դիր, օրինակ iPhone-ը դիր, ենթադրենք նույն սատանական երգեր երգող որևէ ռոք աստղի ուսին, հաջան։ Նայեք, այդ ադապտացիան, որ ասում եք, հա, դաշնակցությունը միշտ էլ ադապտացվել է իրավիճակներին, միշտ։ Բայց վերադառնալով պետականությանը, նայեք, անցնող բոլոր տարիներին մեր 30 տարվա մեջ չի եղել որևէ շրջան, որ ցանկացած քաղաքական իրավիճակում, որքան էլ անհամաձայն են եղել իշխանության հետ, որքան էլ ծանր պայքարի մեջ են եղել իշխանության հետ, անգամ երբ որ մեր ընկերները եղել են բանտում, երբ որ պետության, պետականության հետ կապած հարց է եղել, ոնց որ երթվել ենք մահով, այդպես առաջին շարքում ենք եղել։ 90 թիվ, Հաբի զինաթափում, Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՇ-ի հետ այն ժամանակ արդեն բախման մեջ էինք, դաշնակցությունը հայտարարությամբ կանգնեց պետության կողքին։ 92 թիվ, որ ասում եք, ցույց էինք անում, լավ էինք անում, մեկը ցույց էր անում, մյուսը հենտեղ է։ 20 թվական, առաջին ժամին, մենք դեղին քարտերով իշխանության հեռացում էինք պահանջում արդեն 1.5 տարի, առաջին ժամին հարյուրավոր դաշնակցականներ կանգնել են, Նիկոլին էլ ասել են զինվոր ենք պետությանը։ Չեն հաշվի առել, որ սրա հետ փարս ենք, սրա հետ թշնամի ենք։ Այստեղ ելույթ ունեցողներից մեկ ասեց 22 թվականի սեպտեմբերի ագրեսիային միտինգ եք անում, այդպես չի, այստեղ բոլորս ենք եղել դահլիճում, նիստ ընդհատվել է, պատգամավորներից որոշները շարժվել են առաջնագիծ, այստեղ պատգամավոր օգնական Արմենուրի Գյուրեղյանի օգնականը, որ անօրինական է եռամսյա վարժական հավաքների, մնաց մինչև վերջ։ Շնորհակալություն։ Պետությունը Շնորհակալություն։ Եվ անկախությունը հայ հեղափոխական դաշնակցության դենթեն են հարգելիները։ Շնորհակալություն։